Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ նորից պիցցա։ Այս պիցցան ունի պատմություն։ Մեկ օր գնացել եմ խանութ, մտադիր չէի պիցցա պատրաստելու։ Գնում էի աղացած միս։ Իսկ պետք է չափով 2 կիլո, բայց միսը եղավ 2 կիլո 200 գրամ։ Բերեցի տուն, ինչ անեմ այս միսը, 200 գրամի հետ ոնց պետք է վարվեմ, ասեցի սպասեք։ Թորնիկներս հետ տատի պիցցա պատրաստեցի պիցցա, աղացած մսով առաջին անգամ, բայց տարիներ առաջ սիրելիներս։ Տունը ինչ որ ունեի, վերցրեցի դրա հետ միասին, միսը պատրաստեցի, տապակեցի, ուղղակի տապակեցի, միայն աղու, սետ պղպեղ, մի քիչ է կարմիր քաղցր պղպեղ։ Եվ թթվասեր ունեի, բերեցի թթվասերի մեջ արագ մի քիչ կանանչի դրեցի, կտրտեցի, խառնեցի կանանչիով, դե ինչպես միշտ ունեմ կուկուրուզ, պղպեղ, ամեն ինչ տանը կա, պրաս, վերցրեցի, տապակեցի միսը սիրելիներս ու պատրաստեցի պիցցա, մի համեղություն, մի անմահություն։ Հիմա պատրաստեմ, դուք հետ տեսեք, պատրաստեք ձեր բալիկների համար։ Շատ ուրախ կլինեմ, որ պատրաստեք ու գրեք։ Վերցրել եմ 250 գրամ, եթե ցանկացողները ցանկանան մի քիչ ավելի հաստ լինի պիցցան, թող վերցնեն 300 գրամ պիցցայի խմոր։ Ես ունեմ պիցցայի խմորը իմ էջում, սիրելիներս։ Միշտ վերցնում եմ իմ պիցցայի խմորը, արդեն տարիներ շարունակ ես օգտագործում եմ դա։ Ու ասեմ ձեզ, որոշել եմ նոր պիցցայի խմոր պատրաստեմ։ Հենց որ պատրաստեցի, մեկ հատ սիրուն տեսանյութ կպատրաստեմ ձեզ համար, սիրելի հետևորդներ ջան։ Շատ չեմ ուզում բացեմ։ Ասեցի, չէ՞ ձեզ, ով ուզում է, որ խմորը մի քիչ հաստոտ լինի պիցցան, թող վերցնի 300 գրամ, ես վերցրել եմ 250 գրամ։ Խմորը և պիցցայի սոուսը իմ էջում կա, սիրելիներս, մանեկեք, տեսանյութը իմ էջում է, մանրակրկիտ, գեղեցիկ, բացատրում եմ, ամեն ինչը չափերով։ Ինչպես ձեզ ցուցադրել եմ առաջին անգամ, միշտ անկյունները ազատ եմ թողնում կողքերը, միշտ որպեսզի սոուսը չվառվի, այսպես։ Ես վերցնում եմ նորմալ չափով սոուսը, բայց դուք վերցնում եք այնքան, ինչքան որ դուք սիրում եք։ Գցում եմ կարմիր քաղցր պղպեղ, արդեն գցում եմ պրաս, գցեցի կարմիր պղպեղ և պրաս։ Հիմա լցնելու եմ միսը, էլի եմ ասում, ժողովուրդ ջան, մսի չափը դուք վերցրեք, սիրում եք շատ մսով աղացած, ուրեմն վերցրեք շատ միս, սիրում եք քիչ միս, ուրեմն վերցրեք քիչ միս, չափը դուք որոշեք, ինձ մոտ 200 գրամ միս էր։ Լցնում եմ եգիպտացորենը, վերջում լցնում եմ թթվասերը։ Այսպեսի տեսք ունի մեր պիցցան։ Հիմա արդեն դնում եմ էլեկտրոօջախի մեջ, ուրեմն ունեմ 320 աստիճան և ունեմ 350 աստիճան, 320 վերևը, 350 ներքևը, բայց ասեմ ձեզ, բանա, մեր մոտ իսկական օրիգինալ պիցցայի վառարանա, եթե ունեք գազօջախում կվերցնեք
ամենաբարձր ջերմաստիճանը 250 վերև ներքև կամ 300 կփորձեք, տեսնեք որն է ձեզ մոտ ամենաբարձրը եւ շատ շուտ է պատրաստվում, հանդիպեք, երբ որ պիցան վերջացնենք։ Ժողովուրդ ջան, վերջացավ պիցան։ Ընդամենը տևեց 7 րոպե, ոչ ավել, բայց ձեզ մոտ կարող է մի քիչ երկար տևել, որտեղ այս բառարանը շատ ուժեղ է։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչքան գեղեցիկ սիրուն բույրը, ամբողջ խոհանոցով մեկ բույրը տարածված է։ Ուրեմն ժողովուրդ ջան, ասեմ իմանաք, թթվասերի մեջ գցել եմ սիրելիներս մաղադանոց եւ սամիտ։ Ուզում եմ փորձեմ եւ ձեզ ասեմ ինչ համ ունի մեր պիցան։ Համեղություն, սիրելիներս, ինչպես որ առաջին անգամ որ պատրաստել էի։ Պատրաստեք, կերեք, հյուրասիրեք ձեր երեխաներին, ծանոթներին, ում որ ցանկանաք, հույսով եմ, որ համոզված եմ, ոչ թե հույսով եմ, համոզված եմ, որ բոլորն էլ գոհ կմնան եւ ձեզանից եւ ինձանից։ Սիրենք իրար, լինենք միասին եւ լինենք առողջ։